Ուրեմն Ժողովուրդ ջան, մենք ընդհանուր առմամբ խոսելու ենք պատմական մտածողության զարգացման մասին, ինչպես ենք մենք առհասարակ ինչ ասել է պատմական մտածողություն եւ դրա կարևորագույն բաղադրիչներից մեկի մասին ենք խոսելու։ Մեր ամբողջ այսօրվա հանդիպումը բաժանված է լինելու շատ համարժեք ձևով տեսական ու գործնական մասերի, փորձելու ենք գործնականին էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել, որովհետև ես գիտեմ ուսուցիչների համար դա շատ ավելի կարևոր է լինելով որպես նաև աշխատելով երկար տարիներ որպես ուսուցիչ, ինձ համար միշտ կարևոր է եղել գործնականը, կոնկրետը ես ինչ անեմ, որպեսզի իմ դասը դառնա ավելի արդյունավետ եւ ես ինքս էլ իմ շահն այստեղ որ ձեզանից էլ ինչ որ մի բան սովորեմ, ըստ էության մեր ամբողջ այսօրվա խոսակցությունը լինելու է փոփոխության եւ շարունակականության մասին։ Մեր նպատակները որոնք են։ Մեր նպատակներն են այսօր պատմության դասավանդման իմանալ, թե պատմության դասավանդման ինչպիսի միտումներ եւ զարգացումներ կան աշխարհում։ Օրինակ, առհասարակ, որպեսզի մենք մեզ այսպես կղզիացած չզգանք, հասկանանք, որ հայ իրականությունը եւս միտումների մեջ է, այդ trend-ը, որ իրականում մենք փորձել ենք սինթեզել մեր ավանդույթները եւ արտաքին կարևոր արդի զարգացումները։ Իմանանք մի քանի օրինակներով թե ինչ է կատարվում պատմության դասավանդման դաշտում աշխարհում, ինչ է առհասարակ փոփոխությունն ու շարունակականությունը այդ համատեքստում եւ վերջապես դասավանդման կիրառական օրինակներ պատմական փոփոխության եւ շարունակականություն հայեցակարգի համատեքստում կփորձենք դրանց ծանոթանալ։ Դրանք մեր նպատակներն են այսօրվա։ Ի սկզբանե, որպեսզի մենք ընդհանրույթ սկսենք, փոփոխությունն ու շարունակականությունը հենց մենք բազմիցս նշել ենք, որ ամբողջ ամենապրոգրեսիվ, այսպես պատմության դասավանդման ամենապրոգրեսիվ ուղղություններից մեկը զարգացվել է մասնավորապես Կանադայում, հետո դա բավական մեծ հաջողություն է գրանցել աշխարհում։ Եվ այդ հայեցակարգերից մեկը հենց փոփոխությունը եւ շարունակականությունն է, դրանց մեջ են մտնում նաեւ պատմական նշանակություն, կարևորություն, առաջնային աղբյուրի վկայություն, փոփոխություն եւ շարունակականություն, ինչպես նշեցի, պատճառ հետևանքը, պատմական հերանեկարայնացում կամ ապրումակցում եւ հասկանալ պատմական մեկնաբանությունների էթիկական հարթությունը։ Այս 6-ից հենց մենք խոսելու ենք ամենաառանցքայիններից մեկի, հա, այսինքն ինչպես այստեղ նշված է, բայց մի բանի ուշադրություն դարձնենք, որ իրականում այս բոլոր հասկացությունները, հայեցակարգերը մեկը մյուսի հետ փոխկապակցված են եւ երբ որ մենք դասանում կոնկրետ նպատակադրված իրականացնում ենք հենց որևէ ուղղությամբ, լինի պատճառ եւ հետևանք կամ փոփոխություն եւ շարունակականություն, դրանք անխուսափելի շոշափվում եւ առնչվում են եւ փոխկապակցված են մյուս բոլոր հասկացությունների հետ։ Սա կանադական դպրոցի մասին մի փոքր որոշ շատ կարևոր շեշտադրում, ես շատ երկար ժամանակ ուսումնասիրել եմ Նիդերլանդների պատմության դասավանդման հայեցակարգը, փիլիսոփայությունը, եւ ես շատ այսպես հարազատ բան գտա նիդերլանդական դպրոցում հայոց պատմության հետ, որովհետեւ հոլանդացիները նույնպես վաղ միջնադարից նույնիսկ զարգացած միջնադարից հատկապես սկսած հոլանդական իրականությունը շատ է տարածվել աշխարհում, հատկապես ուշ միջնադարում, արդեն հետագա շրջաններում, եւ նույնպես հայ ժողովուրդն էլ իր այսպես հայկական գաղթօջախային ցանցն է ունեցել, եւ այս առումով նրանք շատ նման են պատմական ժառանգության առումով եւ շատ հետաքրքիր է, որ հոլանդական այս դասավանդման կոնցեպտը, որ նրանք անվանել են կանոն, որոնց մեջ ներառվել են 50 այսպես ոսկյա թեմաներ, դրանք շատ երբ որ ուսումնասիրում ես շատ հարազատ են թվում նաև հայոց պատմության համատեքստում եւ ինչն է հոլանդական դպրոցի ամբողջ այդ դասավանդման էությունը, որ հիմնական գաղափարը, որ կանոնի կարևորությունը ոչ թե զուտ էլիտար խմբերի, այլ ամբողջ հասարակության մեջ է եւ նրանք այսպես մի պատկեր են տվել, որ իրականում պատմական համատեքստը այդ մոզաիկան կառուցված է ոչ միայն հայտնի անձանցից, էլիտաներից, էլիտար խմբերից, առօրեական դրվագներից, առարկաներից, ատրիբուտներից եւ միայն այդ ամբողջության մեջ է պատմության իրական պատկերը ավելի շոշափելի եւ կենտրոնում եւ հենց կենթանի պատմությունն էլ մեր գլխավոր պատմությունը դարձնելն է, կենթանի դարձնելը դա հենց մեր գլխավոր
առաքելություն է, որպեսզի ժամանակը մեր համար դառնա իսկապես կենդանի։ Այսինքն, երբ որ մենք պատմության դասավանդումը իր ամբողջությամբ տանում ենք ոչ միայն էլիտար խմբերի, այլ նաև տարբեր համատեքստի տարբեր ատրիբուտներ տեսնելու միտումով, մեր սովորողները եւ ինքներս արդեն մեր իրական ժամանակի մեջ ենք մենք փորձում այդ խճանկարը տեսնել եւ սկսում ենք ավելի քիչ արհամարհել կամ չտեսնել այնպիսի բաներ, որոնք միգուցե կարեւոր են, բայց մենք մինչեւ այդ չենք տեսնում։ Այսինքն սրանք դրական ամբողջ կյանքի համար սովորություններ են, որոնք կարող են զարգացվել պատմության դասավանդման միջոցով։ Կանադական դպրոցը, հոլանդական դպրոցը եւ մենք արդեն այս ընդհանուր մի ակնարկից գալիս ենք արդեն փոփոխություն եւ շարունակականություն հենց բուն խնդրին։ Ջան, ես մի փոքր կիսվեմ իմ հիշողություններով, որոնք ինձ համար շատ կարևոր են, երբ որ ես երկրորդ դասարան մտա մեր դասասենյակ, կողքի պատին շատ մեծ, այսպես Լենինի նկարն էր, մոտավորապես այս տեսքով, այնտեղ ինքը մի քիչ ավելի շատ ժպտում էր, եւ դիմացի պատին Մեսրոպ Մաշտոցի հայտնի նկարը, եւ շատ հաճախ երբ որ այդ ֆոտո հիշողությունը մնում է այդ հիշողական համակարգում, հա, քո եւ մեծանում ես, հետո սկսում ես հիշել, ինչու ես հիշում, հարց ես տալիս, լավ, ինչու է այդ պատկերային խաղը քո մոտ տպավորվել, եւ դա սկսում է քեզ մտածել տալ, լավ, իսկ ինչն է շարունակական, հա, այս առումով, իսկ ինչն է փոխվել։ Այո, հիմա մեր դասասենյակներում Լենինի նկարը չենք դնում, բայց եթե ուշադրություն դարձնեք լուծումների առումով, երբ որ մտածում ես, իսկ ինչու են նույն կերպ նրանք երկինք նայում, հա, այսպիսի տարբեր լուծումներ եւ դասասենյակի նման համադրություն իրականում կարող է մարդու մոտ տպավորություն թողնել, բայց հետաքրքիրն է նա, որ այսօր շարունակականը Մեսրոպ Մաշտոցի պատկերն է շատ համատարած մնացել, բնականաբար Լենինի պատկերը այլևս չկա, բայց լուծումների մոտեցման առումով իրանք եւ ունեն փոխված դրվագներ եւ շարունակական, հա, եւ ինձ համար միշտ հարցադրում է եղել, որ ինչու է այսպիսի դրվագները, պատկերները մնում մարդու հիշողության մեջ եւ նրան մտածել տալիս։ Սա որպես ուղղակի մի փոքր ակնարկ, որ մենք շատ հաճախ մեր մանկությունից ունենք պատկերային եւ այլ հիշողություններ, որոնք տպավորում են մեզ եւ հետո ամբողջ կյանքում այդպես էլ մնում են մեր հիշողական համակարգում եւ մտածել են տալիս այս համադրությունը, օրինակ Լենինի եւ Մեսրոպ Մաշտոցի, որոնք տարբեր էպոխաների, տարբեր մտածողությունների սիմվոլներ են, բայց նույն դասարանում։ Եվս մի հիշողություն, փոքր տարիքում ես շատ հիշում եմ, 88 կամ 89 թիվներ, շատ փոքր է եւ հայրիկիս հետ կենտրոնում քայլում ենք, մոտավորապես բանի Սայաթնովայի երաժշտական դպրոցի դիմացը, ասենց մեծ կավճե գրված էր Օզի, հա, ես այդ ժամանակ չգիտեի Օզին ով է, ինչի համար են գրել Օզի, բայց ինչպես նախորդ պատկերային այդ խաղը, այդ Օզի գրածն իմ տպավորության մեջ իմ հիշողական համակարգում մնաց, եւ հետո այդ փոքրիկ ինչ որ ատրիբուտը, որը իմ հիշողության մեջ մնաց եւ դարձավ այդ ժամանակների ինչ որ սիմվոլ, ես իմացա, որ Օզին հայտնի Օզի Օսբորն անունով ռոք երաժիշտն է, որը հենց այդ ժամանակ եկել էր Մոսկվայում ռոք համերգ տալու եւ դա շատ սիմվոլիկ էր, որովհետեւ խորհրդային միությունը փլուզվում էր, այդ փլուզման նախաշեմն էր, վերակառուցում եւ այդպես մի փոքրիկ այսպես ատրիբուտից, մի փոքր գրաֆիտիից, որը իր ժամանակ ուղղակի կավճով էր արված, հա, ինձ բերեց պատմական ավելի լայն համատեքստի։ Սա շատ կարեւոր է, այսինքն երբ որ մենք փոքրիկ մի հատ ատրիբուտը կենթանացնում ենք, որովհետեւ յուրաքանչյուրս ունենք նման հիշողություններ եւ հաճախ այդ հիշողությունները չեն կենթանանում, եթե մենք դրանց չենք տալիս այդ հիշողություններին կենթանություն, հարցադրում չենք դնում եւ չենք բերում ավելի լայն համատեքստի, հա, չենք արժևորում դրանք։ Սրանք իմ հիշողությունների մասին, որոնք էլի շատ սերտ առնչվում են ինչն է փոխվել, ինչն է շարունակվում մեր իրականության մեջ եւ երբ որ այդ կետերը դնում ես, ինչ որտեղ հասկանում ես, որ ի ժամանակի համար այդ Օզի գրելը բավական համարձակ քայլ էր, հա, խորհրդային միության տարիներին, այն էլ մեծ կենտրոնում գրել Օզի, իսկ հիմա դա կարող է շատ հանգիստ անել, միգուցե որևէ բան չլինի, պարզապես միգուցե արգել են, ոչ թե որ նրա համար որ դու ռոք երաժիշտի անուն ես գրում, այլ պարզապես գրում ես։ Հիմա կասեք ես անցանք կենսաբանության, բայց իրականում շատ հետաքրքիր մի պահ կա այստեղ, էլի առնչվում է հենց մեր այսօրվա թեմային, սիրտ եւ լյարդ։ Ինչն է այստեղ շատ հետաքրքիր, հա։
հույն հռչակավոր բժիշկ է եղել Կլավդիոս Գալենուսը, միգուցե լսել եք նրա մասին, Մարկուս Ռոմի կայսր Մարկուս Ավրելիուսի պալատական բժիշկն էր, ապրել է Քրիստոսից հետո 2-3 դարերում ու նա միայն ինքը չի ասել, բայց նա հայտնիներից մեկն է, որ այդ ժամանակաշրջանում շատ տարածված է եղել, որ մարդու գլխավոր օրգանը, հա, դա լյարդն է, ոչ թե սիրտը։ Հիմա թվում է, թե դա այսպես ինչ որ շատ տրիվիալ բան է, հա, ասենք, լավ, լյարդն է, ոչ թե սիրտը։ Բայց իրականում այստեղ շատ կարևոր նրբություն կա, որով մենք կարող ենք այս մեծ պատմական ժամանակաշրջանի մեծ համատեքստում ընկալել այդ փոփոխությունը։ Երբ որ մարդկանց համար պրոյեկտվում է, որ լյարդը ավելի կարևոր օրգան է, հավատացեք այդ պրոյեկցիայի տակ այն ամենակարևոր զգացողությունները, կենսակերպը, մտածողությունները իսկապես փոխվում են, հա, այսինքն երբ որ մենք ամեն ինչ մեր կենտրոնացումը սրտի վրա է, ֆիլմերը նկարահանվում են սրտի մասին, երգերը գրվում են սրտի մասին, բայց այս դեպքում լյարդն է, այսինքն ստացվում է, որ կար ժամանակ, երբ որ մարդկանց համար գլխավորը ոչ թե այստեղ էր, հա, սիրտն էր, այլ լյարդն էր եւ իրենց համար դա ոչ միայն ուղղակի օրգանների փոփոխություն էր, այլ մտածողության ձև էր։ Եվ այստեղ է, որ օրինակ ակնհայտ երևում է ժամանակային մեծ կտրվածքում, երբ որ արդեն սիրտն է դառնում գլխավորը, հա, մարդու այսպես տարերքը, ամեն ինչը, մտածողությունը, էմոցիաները եւ ամեն ինչը, իրականում սա ամբողջովին փոխում է այդ ամբողջ պատկերը եւ հենց այստեղ էլ երբ որ մենք արձանագրում ենք, որ երբ որ ինչ որ մի մտածողություն փոխվում է, երբ է փոխվում, ինչպես է փոխվում ու ինչու է փոխվում, հա, սա շատ կարևոր է ինչպես ժամանակային մեծ կտրվածքի տեսանկյունից, այնպես էլ շատ կարճ կտրվածքի տեսանկյունից եւ հաճախ մենք նման դրվագներին ուշադրություն չենք դարձնում, բայց դրանք ռեալ պատմություն են, իրական պատմություն են, իրական մարդկանց մասին, որոնք իրական հենց այդպես զգացել են, ապրել են այդ հեթանոսական մտածողությամբ, հա, եւ դա փոխվել է, փոփոխության համար բացահայտենք ինչու է փոխվել, իսկ այդ փոփոխությունը ինչի է բերել, ինչ հետևանքների է բերել եւ այլ հետաքրքիր հարցեր, որոնք կարևոր մտածողության հարցեր են։ Եվ ստացվում է, որ եթե մենք այսօր այդպես էլ մնար, մենք թերևս այսօր սրտիկելու փոխարեն, ես մի փոքր կատակով ասեմ, սրտիկելու փոխարեն կլյարդիկենք, հա, միմյանց եւ պատկերացնեք, այսինքն սա թվում է թե շատ պարզ բան է, բայց իրականում շատ հետաքրքիր եւ մտածողական խորը, թեկուզ հումորային, բայց խորը խնդիր ունեցող հետաքրքիր դրվագ է, որը շատ հաճախ մեր կողմից եւ նման դրվագները անուշադրության են մատնվում եւ պատմական մտածողության նյութ չեն դառնում։ Շատ լավ, հիմա մի քանի տեսական բաներ, հա, Ժողովուրդ ջան։ Առհասարակ երբ ենք ասում, որ ինչ որ մի բան փոխվել է, կամ ինչ որ մի բան շարունակվում է։ Այս կարևոր հարց է դրել, որովհետեւ երբ որ մենք չենք կարողանում, չունենք հմտություն եւ մտավոր այսպես հակում, հա, արձանագրելու փոփոխություն, արդյոք մենք կարող ենք զարգացումը արձանագրել։ Եթե մենք չգիտենք ինչն է փոխվում, A կետից B կետը կամ այս ժամանակից այս ժամանակը փոփոխություն արձանագրելու հմտություն ասեմ, կարողություն ասեմ, չունենք մեր կրթական միջավայրում մտածողական ավանդույթների մեջ։ Հետևաբար ո՞նց ենք արձանագրելու որևէ բանի զարգացումը։ Սա շատ կարևոր հասարակական աշխարհայացքային խնդիր է, որը ուղիղ առնչություն ունի կրթության, մասնավորապես պատմության դասավանդման հետ։ Արդյոք կարողանում ենք արձանագրել բովանդակային փոփոխություն, շարունակականություն։ Ինչու բովանդակային եմ նշում, որովհետև շատ հաճախ մենք փոփոխությունը, որևէ բանի փոփոխությունը իր մակերեսով արձանագրում ենք, հա, գույնը փոխվեց, դա, բայց բովանդակային իր ներսի փոփոխությունը, հա, պետության համակարգի փոփոխություն, մարդու մտածողության փոփոխություն, Երևան քաղաքի փոփոխություն, միգուցե իր պատկերը բուտաֆորիան, հա, շենքերի գույները փոխվում են, բայց արդյոք իր բովանդակությունը, մտածողությունը եւ լոգիկան փոխվում է։ Այս սա շատ կարեւոր է կրթության մեջ այս հարցադրումը դնել եւ գնալ առաջ։ Ինչ է նշանակում արձանագրել փոփոխություն։ Ինչպես ենք մենք փոփոխություն արձանագրում։ Որպես ուսուցիչ մենք կարողանում ենք առհասարակ մեր գործունեությունը, սկսած մասնագիտական գործունեությունից վերջացած այդ ամենափոքրիկ փոքր ժամանակի ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները եւ շարունակականությունները արձանագրել։ Եթե մենք չենք կարողանում կամ արդյունավետ չենք կարողանում, իսկ ինչպես ենք կարողանալու
Սովորողները դա անել, եթե ինքներս արդյունավետ չենք կարողանում անել, հետեւաբար այդ միջավայրում, եթե բավարար հմտություններ, կարողություններ չկան փոփոխություն եւ շարունակականություն արձանագրելու, դա նշանակում է շատ պարզ բան։ Զարգացում արձանագրելը դառնում է արդեն մարտահրավերային խնդիր ամբողջ հասարակության համար։ Ինչպես ենք մենք ասում, որ ինչ-որ մի բան զարգացել է։ Մենք չենք ունենա հստակ չափումներ։ Սա շատ կարևոր հարցադրում է այս համատեքստում։ Ինչպես է ինչ-որ մի բան շարունակվում փոխվելով։ Այսինքն սա էլ շատ կարևոր հարցադրում է, որովհետև շատ հաճախ մենք փոփոխությունն ու շարունակականությունը առանձնացված ենք դիտում եւ դրանք տեսնում ենք որպես զուգահեռ գնացող հուներ, հոսանքներ, բայց իրականում դրանք սերտաճած են, որովհետև շատ ժամանակ, երբ որ մենք ասում ենք օրինակ նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ստրկատիրական ժամանակաշրջանում, բայց նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները այսօր գոյություն ունի, բայց բոլորովին այլ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը ասենք 10-րդ դարի 60-ական թվականներին անցել է խորքային փոփոխություն, այսինքն ինքը փոխվել է, ամբողջովին խորքային փոփոխության է ենթարկվել քաղաքացիական պատերազմ եւ այդ փոփոխությունը դեռ շարունակվում է, բայց պետությունը չի ընդհատվել, պետությունը շարունակվում է, ինքը տրանսֆորմացիա է ենթարկվել, այսինքն փոփոխությունն ու շարունակականությունը պատմության ընթացքում հաճախ ոչ թե հաճախ հիմնականում միահյուսվում են եւ այդ փոխակերպումները հենց դրան է վերաբերում։ Դա շատ ակնհայտ եւ կարեւորություն ունի հայոց պատմության պարագայում, որովհետեւ երբ որ մենք նշում ենք հայկական պետականությունները, Ուրարտու, Երվանդունիներ, Արտաշեսյաններ, շատ հաճախ այդ փոփոխության փոխակերպումային ընթացքը բաց ենք թողնում ու չենք հասկանում, որ այդ պետությունները ոչ թե առանձին հատվածական ինչ-որ կառույցներ են կամ համակարգեր էին, այլ դրանք չէին կարող առանձին լինել, որովհետև մեկը մեկի հետ չնայած դինաստիաները փոխվում էին, բայց դրանք փոխակերպումային ձևով գալիս էին մինչև նույնիսկ մեր օրերը շարունակվում այդ պետականության փոխակերպումների, փոփոխությունների ու շարունակականությունների ընթացքը։ Սա շատ կարևոր պատմական հարցադրում է, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք։ Եթե մենք չենք կարողանում փոփոխություն արձանագրել, ինձ թվում է ծանոթ է, այս կերպարը հունական դիցաբանությունից մի քիչ մոդեռն մեկնաբանությամբ, հետեւաբար մենք անընդհատ կնմանվենք Սիզիփոսի, այսինքն մենք անընդհատ կգանք նույն կետում։ Նույն կետի վրա կկանգնենք։ Այսինքն մենք չենք արձանագրում ինչ-որ մի բան, որ փոխվել է, եւ անընդհատ կգանք այս կետում ու չենք կարողանա արձանագրել արդյոք այդ նախորդ կետից դա ինչով է տարբերվում։ Հետեւաբար պատկերացնում եք, չէ՞, այսինքն երբ որ մենք կրթության մեջ փոփոխությունն ու շարունակականությունը չենք շեշտադրում, չենք արձանագրում, դա ինչի կարող է բերել։ Դա կարող է բերել հենց Սիզիփոսի էֆեկտի, որ մենք անընդհատ կգանք նույն կետում եւ մի փոքր այսպես արտահայտություններ բերեմ, որոնք մեր բառապաշարում կա եւ դա կհիշեցնի ձեզ օրինակ դա կրկնում ենք, ասում ենք, բայց իրականում դրանք ամբողջովին կապված են հենց հեթանոսական շրջանի մտածողության հետ, օրինակ Մուսա Սեկավ։ Մուսա Սեկավ մաքուր հեթանոսական շրջանի արտահայտություն է, երբ որ դա իհարկե կապված է հունական դիցաբանության հետ, բայց դա տեսնում եք, որ ոնց է ինքը մինչև այսօր մեզ հասել, մենք հաճախ ինքնաբերաբար օգտագործում ենք, նույնիսկ չենք էլ մտածում, որ դա իրականում դա մեզ ժառանգաբար այսպես անցել է եւ մենք դա օգտագործում ենք։ Հետևից ջուր լցնել կամ հորոսկոպով գիշգուշակությունները, որոնք ամբողջովին շատ հատուկ են այդ ժամանակներին, Էրոսը եւ նրա նետերը, նույնիսկ այսինքն մինչեւ հիմա, երբ որ մարդիկ ժամանակին, այդ երբ որ իրանց համար լյարդն էր կարևոր, հա, եւ նաեւ փաստորեն սիրտն էր կարևոր, նրանց համար սիրելը ասոցացվում էր միայն այն ժամանակ, երբ որ Էրոսը նետով կխփի քո ինչ որ ընտրյալին, հա, եթե չխփեց, չսիրեցիր, ուրեմն ըստ երևույթին Էրոսի նետերը վերջացել են։ Դուք հիմա տեսնում եք ոնց է այս մտածողությունը, թեկուզ երբեմն հումորային, թեկուզ երբեմն այլ, բայց լիքը մարդկանց համար ընդհանրապես մեր իրականության մեջ, ֆիլմերում, տարբեր դրվագներում այս կերպարները օգտագործում։ Փաստորեն մենք շատ դեռևս մի քանի բան են օրինակ վերել, շատ շարունակականություններ ունենք այդ հեթանոսական ասված ժամանակներից, այնպես որ ամեն ինչ շարունակվում է։ Մենք հաճախ ասում ենք պատմությունը կրկնվում է եւ այս հարցը շատ են տալիս եւ մարդիկ այսպես տրագիկ ձայնով ասում են եւ շատ դրամատիզացնում են, բայց երբեմն չեն պատկերացնում օրինակի մեկնաբանությամբ, որ ինչու է երբեմն թվում թե պատմությունը կրկնվում է։ Ես կարծում եմ, որ պատմությունը միգուցե կրկնվում է այն պատճառով, որ չեն արձանագրում փոփոխությունն ու շարունակականությունը եւ մեզ թվում է, որ պատմությունը կրկնվում է։ Որովհետեւ երբ որ դու արձանագրես մի կետից մյուս կետ քո փոփոխությունը, դժվար է հետ գաս մյուս կետին, որտեղ քեզ ավելի հետաքրքիր կլինի հաջորդ կետը։
Իսկ եթե չես արձանագրում, որ բոլոր կետերը դառնում են միևնույն։ Հետևաբար, եթե բոլոր կետերը դառնում են միևնույն, մեզ համար միշտ շփոթեցուցիչ կլինի, որ կարող է պատմությունը կրկնվում է, հա, 100 տարի հետո, որովհետև մենք 100 տարվա ընթացքում միգուցե բովանդակային փոփոխության արձանագրում չենք արձանագրել մեր իրականության մեջ։ Այս սա շատ կարևոր հարցադրում է, որը իրականում ոչ ավել ոչ պակաս պրոգրեսիվ հասարակություններին հատուկ հարցադրում է, որովհետև պրոգրեսիվ հասարակությունները հենց նրանք են, որոնք արձանագրում են փոփոխությունը, արձանագրում են շարունակականությունը եւ գնում են առաջ, եւ իրենց համար հաճախ պատմությունը կրկնվում է, հարցը այդքան էլ հետաքրքիր հարց չի դառնում, հա։ Դա ժողովուրդ, հիմա եկեք արդեն անցնենք կիրառական մասին, հա, մենք փորձեցինք այստեղ հանրագումարի բերել, որ կրթության մեջ կարևոր է ընդհանրապես պատմության դասավանդման պարագայում, որքան կարևոր է արձանագրել փոփոխությունը եւ շարունակականությունը, որպեսզի մենք իմանանք մեր հաջորդ քայլը, որպեսզի սովորողը այդպիսի փիլիսոփայությամբ անցած դասերից հետո դպրոցը ավարտելուց, միգուցե դասը ավարտելուց հետո ինքը աշխարհին այլ կերպ նայի, ինքը աշխարհի տարբեր գույներին ուշադիր լինի, հա, ինքը կարողանա իր անձնական փոփոխությունը, իր անձնական անհատական փոփոխությունները արձանագրել, իր զարգացումը արձանագրել, որպեսզի նույն կետում չմնա։ Եթե յուրաքանչյուր անհատ, հա, բոլորս ուսուցիչներ ենք, մեր իրականության, մեր դասասենյակում նման մթնոլորտ, պրոգրեսիվ մթնոլորտ կարողանանք մեր հարցադրումներով, հա, նման ամեն մի դասին փոփոխության ու շարունակականությանը հատուկ հարցադրումներով, որոնք ես հիմա ձեզ կներկայացնեմ, անընդհատ անցկացնենք, հավատացեք, մեր հասարակությունը շատ երկար չենք սպասի եւ կունենա պրոգրեսիվ մարդկանց մի հսկայական բանակ, որոնք արդեն կկարողանան հասկանալ եւ իրենց փոփոխությունը եւ հասարակության փոփոխությունը եւ հասկանան իրենց հաջորդ քայլը որն է եւ այդքան հետ չեն նայի։ Շատ լավ, հիմա անցնենք արդեն բանի մասին, հա, ավելի կիրառական հատվածին, որտեղ ես շատ ակնկալում եմ ձեր մասնակցությունը։ Ժորժ ջան, հիմա մենք ես ձեզ հետ մի վարժություն կանենք, չէ թեև շատ ենք, բայց ես կփորձեմ առաջին 20 գրած, հա, չաթում գրված պատասխանները, հա, այստեղ անդրադառնալ, որովհետև տեխնիկապես եւ ֆիզիկապես չեմ կարող 100-ից ավել մոտ 200 մասնակցի պատասխաններով անցնել, որովհետև դրանից հետո էլի ունենք ասենց ասած վարժություն, բայց հիմա ինչ ենք անում։ Ես ձեզ ներկայացնում եմ տարբեր ժամանակներում հայ նկարիչների կողմից նկարված կանանց պատկերներ, հա։ Եվ գլխավոր հարցը հետևյալն է։ Յուրաքանչյուր պատկերի վրա ես կկանգնեմ 10 վայրկյան։ Ու 10-ից 20 վայրկյան։ Յուրաքանչյուրը սկզբից ձեր մոտ կամ միանգամից միգուցե չաթում։ Մեկ բառով, մեկ կամ երկու բառով գրում ենք ինչն է փոխվել։ Ի համեմատություն այդ բոլոր նկարների, հա, նկարների միջև փոփոխությունը։ Հետևաբար նորից կրկնեմ, ես դնում եմ ամեն մի նկարին 20 վայրկյան, մենք բոլոր նկարները դիտում ենք, հետո մի անգամ էլ ենք վրայով անցնում եւ դուք գրում եք, թե նկարների ընթացքում տարբեր ժամանակներում նկարված կանանց նկարների մեջ դուք ինչ փոփոխություն արձանագրեցիք։ Եվ հետո նաեւ ինչ շարունակականություն արձանագրեցիք։ Մեկական կամ երկու արտահայտությամբ։ Հիմա գնացինք։ Ամեն մի նկարին ես հատկացնում եմ 10-ից 20 վայրկյան, խնդրում եմ ուշադիր դիտել։
Շատ լավ։ Ժորժ ջան, հիմա ես մեկ անգամ էլ նկարների վրայով կանցնեմ։ Հիմա պատկերացրեք, մենք փորձում ենք մենք ինչ ունենք։ Մենք ունենք Հակոբ Հովնաթանյանի այդ հայտնի հայկական Մոնալիզա սիմվոլիկ արտահայտված նկարը 17-18-րդ դարերի կնոջ Թիֆլիսահայ կնոջ պատկերում։ Որից հետո մենք ունենք էլի Հովնաթանյանի մեկ այլ պատկերում, հա? Ապա Մարտիրոսարյան արդեն 19-րդ դար, ու 19-20-րդ դար, որից հետո էլի Մարտիրոսարյան մի փոքր ավելի ուշ շրջանի պատկեր, էլի Մարտիրոսարյան արդեն 20-րդ դարի սկիզբ, պատմական տարբեր համատեքստեր են փոխվում, մտածողություն եւ կինը այսպես է պատկերվում, Երևան Քոչար, այստեղ արդեն խոսքը 20-րդ դարի կեսերի մասին է, այլ մտածողություններ, արվեստային տարբեր միտումներ, Մինաս Ավետիսյանով կարծես թե այս պատմական 3 դարի միած sense էքսկուրս ենք անում։ Թալին ջան, ես կխնդրեմ ուղղակի առաջին 20 այսպես փոփոխություն եւ շարունակականության արձանագրումները մենք հիմա էլի նման Հա, կարող եմ մի քանի բան կարդալ, հա։ Եթե կխնդրեմ կարդալ, ուղղակի այստեղ անցնենք, հա, իր այդ պատասխանների ենք ունենալու հիմա շուտով շատ ավելի հետաքրքիր, շատ էլի հետաքրքիր այսպես վարժություններ, եթե կարելի ասել։ Խնդրեմ Թալին։ Հա, կա որ շարունակվում է կնոջ կերպարի ներկայացումը, փոխվում է ազատությունը, մտածելակերպը, ոճը կապված ժամանակաշրջանի հետ, սկզբում խիստ ազգային, հետո ավելի արդիական եւ ժամանակակից, տարբեր ժամանակաշրջաններ են, որտեղ փոխվում է մարդու աշխարհայացքը, ուղղակի կարդում եմ, էլի ամեն ժամանակաշրջանի ազդեցությունը, ավանդականի եւ ժամանակակցի տարբերությունը, փոխվում է տրամադրությունը, ժամանակին համընթաց, գլխաշորերը մի քանի հոգի են նկատել, փոխվում է գույների բազմազանությունը, մքությունը, կնոջ արտաքինը, հայացքը, աչքերի փոփոխություն, Շատ հետաքրքիր է, շատ Կարծես մոտ այսքան, այսինքն մի քիչ ավելի էլ կա, բայց որ անընդհատ գրում են, չեմ հասցնում արդեն կարդալ։ Ես շատ ուրախ եմ, որ անընդհատ գրում եմ, որովհետև այստեղ դարքի sense էնտուզիաստիկ պահ կա, խանդավառ պահ կա, որովհետև նայեք, մենք հաճախ արվեստը ու պատմության դասավանդումը դժվարությամբ ենք համատեղում, բայց իրականում սա շատ հզոր էֆեկտ է տալիս եւ խնդիրը միայն այսպես արվեստագիտական մեկնաբանությունների մեջ չէ։ Հիմա պատկերացրեք, սա ուղղակի մի փոքրիկ այսպես դրվագով մենք փորձեցինք այս նմանատիպ գործողության վրայով անցնել, բայց դուք պատկերացրեք ձեր դասը, հա, երբ որ դուք որևէ թեմատիկայի շրջանակնում այս դեպքում հիմա տեսեք մենք ունենք Մարտիրոսարյան, որը 1913 թվականին կնոջը նկարել է այս կերպ։ Մենք ունենք 17-րդ դարի կնոջ պատկերում, բայց միայն այն հարցադրումը մենք ուզում ենք 17-րդ դարի իրականությունը, հա, հասկանալ։ Հենց միայն այս նկարով էլ կարելի է դասանել եւ շատ բան հասկանալ, հետաքրքիր քննարկում անել։ Նախ առաջին հարցը, պատկերացնում եք 17-րդ դարում կինը առհասարակ կարողանում էր գնալ եւ ժամերով մնալ արվեստագետի արվեստանոցում եւ նա նրան նկարում էր։ Պատկերացնում եք կնոջ այդ ատրիբուտները, հա, նրա մարգարտյա շղթան, սկսած ամենափոքրիկ ատրիբուտից սովորողները սկսում են նկատել եւ իրանց համար նկատելու արվեստը սկսում է դառնալ շատ ավելի սուր, շատ ավելի զարգացնող եւ սա ամենևին այս թեմայի մասին չի դառնում, այսինքն առհասարակ դա դառնում է ամբողջ կյանքի համար շատ արդյունավետ սովորույթ, հմտություն, որ նրանք արդեն իրենց կյանքում այդ հոլանդական, ինչպես են նրանք անվանում, հա, կանոնը, հա, այդ խճանկարը դառնում է ավելի լայն եւ գունեղ եւ նրանք իրենց շրջապատում տեսնում են շատ ավելի հետաքրքիր ու շատ ավելի գունեղ բաներ եւ կյանքը դառնում է շատ ավելի բովանդակալից։ Եվ այս փոփոխությունների մեջ շատ ուրախ եմ, որ դուք արձանագրել եք ազատություն բառը, հետաքրքիր է այդ արձանագրումը, որովհետեւ նման գործողություն ես տարբեր դասերի ընթացքում արել եմ եւ այս խնդիրը շեշտվում է եւ ուշադրություն դարձրեք հենց օրինակ երբ որ մենք փորձենք մի նկարը տանել պատմական համատեքստի մենք կտեսնենք այո այս շրջանը օրինակ մասնավորապես հենց այն շրջաններ երբ որ կնոջ իրավունքները ում ավելի շեշտվել, հա, Մարտի 8-ի պատմությունը 10-րդ դարի վերջին եւ կինը կարող է իսկապես պատկերներում արդեն դառնալ շատ ավելի
ազատ, շատ ավելի գունեղ, հետաքրքիր, ժպտացող, ինչ որ այլ ոճի մեջ։ Եվ հետո արդեն օրինակ Երվանդ Քոչարի պատկերումը, որը ավելի абստրակտ ոճի մեջ է, հա, կինը թափանցիկ հասարակության մեջ տարբեր կերպ կարելի է պատկերել, բայց այդտեղ պատմության խնդիրը հետևյալն է, որ յուրաքանչյուր պատկեր, յուրաքանչյուր նկար բնականաբար արվեստագետը նկարիչը նկարել է իր ժամանակի նաև ազդեցության տպավորությունների տակ եւ մեր խնդիրն է պատմության դասավանդման ընթացքում այդ մի նկարի շուրջ հավաքել իր պատմական համատեքստը եւ այս պատկերների միջև շատ հետաքրքիր տրամաբանություններ բերել, թե ինչն է փոխվել այս պատկերներում եւ ինչն է փոխվել մտածողության մեջ, մասնավորապես կնոջ պատկերումների պարագայում։ Մենք նման փոփոխություններ հիմա այլ հանգամանքներում եւս կփորձենք դիտարկել, հա։ Առհասարակ մենք ինչ ենք օգտագործում պատմության, ընդհանրապես պատմության նյութը որն է։ Տեքստ եւ պատկեր։ Եվ իհարկե լսողական նյութ, լսողական նյութը շատ ավելի հազվադեպ, բայց տեքստ, պատկեր, տեսողական նյութ եւ լսողական նյութ։ Հիմա մենք փորձենք, այս դեպքում մենք պատկերային դիտարկում արեցինք, կփորձենք հիմա իրականացնել ավելի տեքստային, հա, փոփոխություն եւ շարունակականության այսպիսի մի խորհուրդ վարժություն, որը մենք կարող ենք պրոյեկտել արդեն մեր դասի համատեքստում եւ դրանք դուք կարող եք նաեւ փնտրել եւ գտնել մեր գրքի բովանդակության մեջ այսպիսի մի օրինակներով ես ուղղակի որպես այսպես խորհրդի եւ հղման էֆեկտ եմ փորձում թողնել, որպեսզի դուք հետո արդեն գրքում ավելի լայն եւ ավելի մանրամասն ծանոթանալ այս գործողություններին։ Այս պարագայում մենք գործ ենք ունենալու ինչն է փոխվել եւ ինչն է շարունակվում շարունակական մեր լեզվում։ Խաչատուր Աբովյանն է հիմա մեր հերոսը եւ ես ուղիղ այսպես կտրումներ են բերել, հատվածներ են բերել իր պատմության ուսուցման գրքից, այս մեր գործողությունը հենց վերաբերում է Խաչատուր Աբովյանի Վերք Հայաստանից մի հատվածի, բայց դուք կարող եք տարբեր գեղարվեստական կամ պատմագիտական տարբեր ընդհանրապես տեքստեր բերել եւ այդ տեքստերով այլ ուղղություններով ձեր դասի ընթացքը տանել։ Այս դեպքում մեր խնդիրն է, օրինակ 19-րդ դարի վեպ ունենք, որը ավելի շատ պատմական երևի թե սկզբնաղբյուրին նույնիսկ նմանվող, որովհետև Խաչատուր Աբովյանը կարծես թե իր ժամանակն է հենց պատկերել հստակ իրական պատմական իրադարձությունների ոլորտում եւ փորձել ենք օրինակ հիմա կարդալ մի հատված, որը հենց գրքում է բերված եւ ինչն է հարցադրումը, հա, երբ որ օրինակ դուք նման մի գործողություն կարող եք անել, առաջադրանք տալ ձեր սովորողներին, դնել հարց, կարդալով այս տեքստը, Վերք Հայաստանի այս հատվածը, կարող եք արձանագրել այսօրվա մեր հեռավորությունից ժամանակի մոտավորապես 150, հա, 160 տարի է անցել։ Ինչն է փոխվել մեր լեզվում եւ ինչն է շարունակվում։ Մենք կարող ենք հենց հիմա կարճ կարդալ եւ փորձենք գտնել բառեր, գտնել արտահայտություններ, որոնք երբեմն մենք մինչեւ հիմա հենց այդ ձևով օգտագործում ենք, հա, գրելաոճը, ոչ ես նկատի ունեմ ոչ միայն հայերեն, այլ լեզուներով այստեղ օգտագործված տարբեր արտահայտություններ։ Եկեք կարճ կարդանք, հա, մոտ կես րոպեի ընթացքում եւ փորձենք էլի նման դիտարկումներ անել, հա։ Փորձում ենք այս ընթացքը ամբողջովին կիրառական դարձնել, որ առավել արդյունավետություն քաղանք։ Խնդրեմ, սկսում ենք կարդալ միասին։ Պարոն Սովորապ, ոնց որ մենք ձեզ լսում ենք, կարծես լրիվ չի ինտերնետը, հա։ Հա, Թալին ջան, ես հիմա մի քանի որ կարդանք, արդեն կփորձենք դուրս գրել որոշակի արտահայտություններ, որոնք մենք մինչև հիմա օգտագործում ենք, հա, այսինքն դա շարունակվում է։ Եվ նաև փոփոխության տեսանկյունից դիտարկումներ կան։ Խորտ կտամ հենց կարդալու ընթացքում դուրս գրել 1-2 բառ, որոնք մինչև հիմա մեր էլի եմ նշում, որ խոսքը հայերեն բառերի մասին չէ, այլ լեզուներով, որոնք այստեղ օգտագործված են։
Արդեն ունենք տարբերակներ։ Խալխը քուչեքում, տեսնում եք։ Աստորեն 150 տարվա մեջ մենք մեր լեզվի մեջ տեսնում ենք, որ ինչքան բան գալիս է հենց այդ ժամանակներից, հա, ես այստեղ կոմակ անել, տեսնում եմ խաբար բառը, հա։ Ես նույնիսկ հիշում եմ, որ շատ բառեր մի քիչ կոպիտ ասեմ, էլի, երբ որ ես շատ փոքր էի, շատ կոպիտ ձև էին պատառաքաղին ասում, ես համատարած լսում էի այդ թուրքերեն չանգյալ, կներեք չանգյալ բառը, բայց դա փոխվեց, մարդիկ սկսեցին փոխել եւ հիմա այդ բառը լրիվ սպրտվեց, հա։ Ջահել, այստեղ խաբարը կարդացինք, խալխի գլխին, հա, խալխ բառը գիտեք, որ հայերեն չի, հադադին, քուչեքում, կոմակ անել, խաբար, ջահել, խալխի գլխին, էլի խալխի գլուխը շատ էլաչ չելաց, հադադ, խաբար, պրոշ, խալխ, խաբար, բաշին, այդ գլուխ, կապկացան, բիրադի, բարադի բառն է, մինչև հիմա օգտագործվում է, դուշման, սահատ, ծպտա, ռանգ, մռանգ, տեսնում եք, չէ, այսինքն դա փաստորեն մենք այս ժառանգությունը մինչև հիմա կրում ենք, այդ պարսկական, թուրքական, այդ 500-600 տարիների, ինչպես անգլիացիք իրենց ժամանակներին կամ Եվրոպայում պատմական ժամանակներին ասում են Dark Ages, հա, մութ դարաշրջաններ, մենք էլ մեր մութ դարաշրջանն ենք ունեցել, բայց բանից պարզվում է դեռևս այդ ժառանգությունը լեզվի տեսանկյունից մենք շատ հաճախ չենք ուշադրություն դարձնում, բայց դա պատմականորեն շարունակվում է, հա։ Եվ այս տեքստը հիմա կարելի է տարբեր ուղղություններով օգտագործել, հա, եւ ռուս-պարսկական պատերազմների համատեքստում տարբեր հարցադրումների, տարբեր խնդիրների շարունակականություն ու փոփոխությունը բացահայտելու աշխարհայացքային, այնտեղ տարբեր հսկայական արժեքավոր ուղղակի անփոխարինելի դրվագներ է ներառել Խաչատուր Աբովյանը։ Եվ այս պարագայում, երբ որ մենք դա օգտագործեցինք լեզվի փոփոխությունը, որովհետև ըստ էության լեզուն հենց մեր ինքնության ամենակարևոր մասն է, եւ դրա ինքնաճանաչողությունը եւ փոփոխությունն ու շարունակականությունը կարևորագույն մտածողական հարցեր են, որոնք սովորողներին երևս օդ ու ջրի նման պետք են, հա։ Ելեմ կրկնում, մենք սա օգտագործեցինք լեզվի տեսանկյունից, բայց դուք կարող եք տարբեր քաղաքական, մշակութային, տնտեսական, հատկապես նաեւ տնտեսական տեսանկյունից քրիստոնեական տեսանկյունից, կրոնական տեսանկյունից տեսակ, որ այնտեղ դեռևս բարեկենդան էին նշում, նման նվաստ պայմաններում նույնիսկ, հա, հայ մարդու կարգավիճակի, ընդհանրապես կրթական վիճակի, տարբեր տեսանկյուններից դուք այս տեքստը կարող եք օգտագործել եւ նորից դնել այդ փոփոխության եւ շարունակականության եւ ոչ միայն փոփոխության շարունակականության, այլ նաեւ մյուս բոլոր հասկացությունների հայեցակարգերի համատեքստում եւ շատ արդյունավետ դաս իրականացնել։ Գնանք առաջ, ժողովուրդ, ուրեմն ունեցանք պատկերային այսպես փոփոխության հետարքիր արձանագրումներ, որ ինչ որ մի բան փոխվեց, հստակ արձանագրեցինք, փոխվեց հենց ինքներս մենք հենց այսօր իրական տվյալ պահին արձանագրեցինք, որ շարունակվում է, բայց լիքը բաներ նաև փոխվել է, որովհետև շատ բաներ, օրինակ ես նշեցի, որ մեր բառապաշարից դուրս են մնացել եւ դրանք փոխվել են որոշակի ազդեցությունների տակ եւ դրանք հետաքրքիր են պատմական ուսումնասիրության տեսանկյունից։ Գնանք առաջ, տեսնենք էլ ինչ ունենք։ Եվ այստեղ մենք գրքում ներառել ենք նման հարցեր, այսինքն այս հարցերը շատ օգտակար կլինեն, դուք կարող եք հենց նույնությամբ հարցերը օգտագործել դասի ժամանակ եւ կարող եք հարցերը փոխել ըստ ձեր կարծիքի, թե ինչքանով է ձեր արած դասի համատեքստը համարժեք այս հարցադրումներին, տարբեր հարցադրումներ դնել։ Օրինակ, որ բառերն են, որ հայերեն ժամանակակից խոսակցական լեզվում բաց օգտագործում, ինչը մենք արեցինք, հա, եւ օգտագործվում են ավելի ավագ սերունդի ներկայացուցիչների մոտ։ Հիմա մեր նոր սերունդը հաստատ իր այդ բառապաշարը փոխում է եւ ինքը կտրուկ կարող է տարբերվել, որտեղ տեխնոլոգիաները փոխվում են եւ այդ տեխնոլոգիաների փոփոխության հետ մարդկանց բառապաշարը, խոսելու ձևը, ոճը ընդհանուր մինչև մարմնի լեզուն փոխվում է եւ սրանք շատ պատմական բաներ են, շատ պատմական, հա, եւ դրանք դարձնում են պատմությունը ավելի կենթանի, որովհետեւ իրենք նույնիսկ սա կարող են հսկայական մի կարևոր պրոյեկտ անել, գնալ արդեն լեզվաբանական, պատմալեզվաբանական շատ հետաքրքիր պրոյեկտ անել, գնալ իրենց ավագ սերունդին
հարցնել, հարցազրույցներ վերցնել, ուսումնասիրել, օրինակ ինչ են նրանք օգտագործում, հա, ես հիշում եմ տատիկս հացին խաց էր ասում, հիմա ոչ մեկ խաց չի ասում, բայց դա կար, չէ, դա ինչ որ ժամանակ դա իրականություն էր։ Հիմա մենք սա բոլորս հաց ենք ասում։ Իսկ ինչու են խաց ասում ու գնաց, այսինքն այս ամբողջ process-ը գնում է առաջ։ Ես մի խնդրանք ունեմ, ոնց որ մենք անցյալ դասից շարունակականություն ունենք այստեղ եւ խնդրում եմ պատկերին չգրել, հա, որևէ կերպ իմ կարծիքով սա գրեթե անթույլատրելի է։ Այս շարունակականությունը այդքան էլ օգտակար բան չի։ Շատ լավ։ Նման հարցեր կարող եք հանգիստ օգտագործել, որոնք կգտնեք ձեզ այդ գրքերում, որոնք ձեզ կուղարկվեն։ Գնանք առաջ։ Խնդրում եմ Աննա Սահակյանին, որպեսզի պատկերին կարմիրով չներկի։ Շատ լավ։ Հիմա փորձենք էլի գրքից մի օրինակ բերել։ Ես կփորձեմ հիմա ավելի մի փոքր շուտ ավարտել եւ ձեր հարցերին ամբողջությամբ նվիրել, հա, մնացյալ ժամանակը։ Հիմա մենք ունեցանք ինչ, պատկերային փոփոխություն, հիմա մենք ունենք եւս մի պատկերային եւ ոչ միայն պատկերային, այստեղ դուք կարող եք օգտագործել նաեւ տեքստային աղբյուրներ, որպես հավելյալ պատկերին, ինչն է փոխվել եւ ինչն է շարունակական դպրոցում։ Մենք օրինակներ ենք բերում, ասենք, Միջնադարյան համալսարանը, հա, դպրոցը, Գլաձորի համալսարանը, որից հետո մոտ 2 դար հետո ունենք Տաթևի համալսարանը, որտեղ ակնհայտ լուծումները տարբեր են, մարդկանց սկսած մինչև դեմքի պատկերից, հա, երևի թե գիտեք, որ արդեն Լենգ-Թեմուրյան արշավանքների շրջանում հետագայում այնքան հզոր էր ճնշումը, որ դուք տեսնում եք, որ Գրիգոր Տաթևացին եւ մյուսները եւ ընդհանրապես ճարտարապետական լուծումները փորձել են նույնիսկ իրենց նեղաճք նկարել, որպեսզի այդ մարդիկ, որ գան, վերցնեն ավետարանը կամ ասենք Աստվածաշունչը կամ այլ արժեքավոր մանրանկարների հավաքածուներ, տեսնելով այնտեղ մոնղոլոիդ պատկերներ հանկարծ չվառեն։ Երևի հրաշալի հանճահեղ լուծում են գտել, որքան էլ որ մեզ համար այսօր մենք դրան նայենք ժամանակի հեռավորությունից, բայց հենց դրա միջոցով է, որ օրինակ նույն Տաթևացու հռչակավոր մանրանկարը պահպանվել է։ Եվ մյուս նկարում մենք տեսնում ենք բոլորովին արդեն Գլաձորի ժամանակաշրջանում, հա, երբ որ կար պետականություն ամեն դեպքում, իշխանական տներ, որոնք հովանավորվում են, եւ մենք տեսնում ենք ավելի մի փոքր այլ լուծումներ, հա։ Եվ այստեղ մենք կարող ենք ներառել համադրել եվրոպական շրջանի, Եվրոպայում տարածված այդ ազատ արվեստների գաղափարի հետ, որը տարածվեց նաև Հայաստանում, հա, այդ ազատ արվեստների գաղափարը։ Հիմա ինչ ունենք, հա։ Մենք ունենք տարբեր ժամանակների դպրոցների պատկերներ, եւ մենք մեզ սովորողին հարցնում ենք շատ պարզ հարցեր. Ինչ եք տեսնում պատկերում եւ ինչն է փոխվել պատկերում, իսկ ինչն է շարունակվում, ինչն է նման պատկերում, հա։ Սովորողները ոչ միայն սկսում են պատկերային վերլուծություն արդյունավետ անել, իրենք գտնելով տարբեր ատրիբուտներ, ոչ թե մեխանիկորեն ասում են, դե այստեղ գույնը տարբեր է, այնտեղ գույնը ուրիշ գույն է, այստեղ նեղաճք են, այնտեղ լայն աչք են, այլ ինքը կարողանում է ոչ միայն դա արձանագրել մեխանիկորեն, այլ դրանց վրա կառուցել պատմական գիտելիք։ Ինչու է այն նեղաճք, արդեն դուք եք հարցնում։ Արդեն ինքը փոփոխությունն ու շարունակականությունը գնում է շատ մեծ համատեքստի եւ ինքը արդեն տանում է քաղաքական, տնտեսական, մշակութային համատեքստի եւ դուք պատկերային մի այսպես գործողության միջոցով կարող եք մի հսկայական էպոխա այնքան ակնհայտացնել ձեր սովորողի համար, որ ինքը հասկանա եւ դրանից հետո դուք կարող եք շատ հետաքրքիր հարց տալ։ Իսկ ինչն է այսօր փոխվել, ինչն է նման այն ժամանակ այսօրվա դպրոցում, հա։ Դա շատ կարևոր հարց է, որպեսզի իրանց համար արդեն իսկապես փոփոխությունների այս ժամանակային կտրվածքը շատ արդյունավետ իրենք կարողանան դա անցնել եւ հասկանալ, իսկ ինչն է ընդհանրապես անվանվում լավ դպրոց։ Այս է շատ կարևոր, հա։ Շատ կարելի է խորանալ, շատ կարելի է քննարկել այս մանրանկարները, հավատացեք, ես ժամերով դասեր եմ արել ուղղակի մի մանրանկարի վրա, որի արդյունավորի այսպես ինտրիգան չի իջել մինչև վերջին պահը։ Անցնենք առաջ, հա։ Մենք ունենք այստեղ եւս մի ռազմավարություն, որը էլի գրքից ենք վերցրել, խոսողներ եւ լսողներ։ Ինչի մասին է այս ռազմավարությունը, հա։ Այստեղ հենց այս մենք բաժանում ենք հենց դպրոցի մասին է, որը որ հենց վերաբերում է այս պատկերներին, դուք քայլ առ քայլ կարող եք գրեթե նույնությամբ, այսինքն ամբողջությամբ նույնությամբ
այս գործողությունը օգտագործել ձեր դասի ընթացքում, դիտարկել սովորողների ամբողջ այդ վերլուծական ընթացքը, փոփոխությունը, ոնց են իրancs մոտ փոխվում վերլուծական հմտությունները, դիտարկել, նկար, պատկեր, ատրիբուտ տեսնելու կարողությունները, դաս առ դաս դուք կտեսնեք հստակ փոփոխություններ, հավատացնում եմ ձեզ, եւ դուք կարող եք այդ որպես հավելյալ օգտագործել։ Նորից եմ կրկնում, որ գրքում բերված է օրինակ կոնկրետ դպրոցի առումով։ Դուք սա կարող եք օգտագործել այլ համատեքստի տեսանկյունից, որովհետև այստեղ ոչ միայն կրթության մասին, այլ այն որ Գրիգոր Տաթևացին պատկերված է մոնղոլոիդ եւ շատ մեծ եւ այնտեղ նեղ աչքերով, հա, կներեք, դա ամբողջովին քաղաքական համատեքստ է, որտեղ գալիս են ինչուներ, իսկ ինչու են այդպես պատկերված եւ գնում է այսպես քայլ առ քայլ, քար առ քար դնելով հատիկ առ հատիկ պատմական համատեքստը, այդ հոլանդական ամբողջ պատկերի կոնցեպտը լրիվ դառնում է նաև մերը, հա, ինքը դառնում է եւ էլիտաների պատմություն եւ փոքրիկ ատրիբուտների պատմություն։ Հավատացնում եմ, եթե շատ արդյունավետ գնա, ձեր սովորողները ուղղակի կտեսնեք շատ կարճ ժամանակամիջոցում ոնց են արդյունավետ իրենք կարողանում պատկեր, տեքստ ուսումնասիրել։ Չկա հարցադրում, պատկերը դառնում է ոչ կենդանի։ Կա արդյունավետ հարցադրում, պատկերը դառնում է խոսացող, սովորողները սկսում են ավելի խանդավառված, մոտիվացված պատկերի մեջ մտնել, ուսումնասիրել, իսկ դա ոչ միայն ինքնանպատակ է, դա իրենց տալիս է ընդհանրապես իրենց կյանքում տեսնել կարևորը, տեսնել ինչու իրենց օրինակ բիզնեսը չի աշխատում, այդ ինչուների պատասխան ավելի արդյունավետ գտնել իրենց անձնական կյանքում։ Ասա միայն պատմության 5 կամ 500 տարի առաջվա ժամանակների մասին չէ, այլ կոնկրետ, ինչպես ասում են, ցկյանս ուսուցման մասին է, երբ որ դու ձեռք ես բերում այնպիսի սովորույթներ եւ հմտություններ, որոնք ամբողջ կյանքում տարբեր դրվագներում քեզ պետք են գալիս։ Խնդրեմ, այսպես վայելեք նման գործողությունները, որոնք իսկապես շատ օգտակար են եւ ինձ համար ես կասեի, բավականություն են տալիս եւ հուսամ նաեւ ձեզ համար։ Շատ հետաքրքիր մի բան եմ բերել ձեզ, ասես կոնկրետ մի բան, որը ամբողջովին փոփոխության եւ շարունակականության մասին է։ Դա շատ Արզունակ մի հատ sense անգլերեն ասած handout, հա, sense մի հատ թղթիկ է, որը բաժանում եք միգուցե տակ, ընդ որում բոլոր այս մեր գործողությունները կարող եք անել խմբային, անհատական եւ զույգերով, եւ տնային աշխատանք, եւ դասարանային աշխատանք, եւ պրոյեկտներ, հավատացեք։ Հիմա այս մեկը շատ օրինակ արդյունավետ է դասարանային աշխատանքի համար, բայց ելի եմ ասում, որ կարող է նաեւ տնային աշխատանքի դեպքում եւ արվի երկարաժամկետի դեպքում ծառայել։ Տալիս է այսպիսի մի թուղթ։ Այս աչ հատվածի գրածը զուտ տարբերակներ է, որ ես հիմա ասում եմ, այնտեղ պիտի դատարկ լինի։ Ըստ գաղափարի։ Օրինակ, վերցնում ենք, ենթադրենք, չգիտեմ, ինչ որ ժամանակաշրջան, 1980-ականներ կամ 1920-ականներ, ինչ որ ժամանակաշրջան եւ փորձում ենք հասկանալ այդ ժամանակաշրջանում մինչեւ հիմա ինչն է փոխվել։ Ձախ հատվածում տրվում են հարցեր, աչ հատվածում ամբողջովին դատարկ է։ Սովորողները պետք է գրեն։ Ինչ նրանք ցանկանային, եթե ապրեին այդ ժամանակներում։ Օրինակ, իրանք կարող է գրեն, դե գիտեք, որ 13-րդ դարում միգուցե ազատություն ուզեինք, միգուցե ապահովություն ուզեինք, միգուցե հավասարություն, ինչու՞ չէ նաև փող էինք ուզելու հաստատ, կրթություն։ Իսկ եթե ինքը գրի օրինակ 15-րդ դարում համակարգիչ կուզեի, այստեղ արդեն առաջանում է խնդիր, իսկ միգուցե ինտերնետ էլ կուզեիր, բայց 15-րդ դարում եւ այլ ինչ որ տրիվիալ հարցեր են, բայց հավատացեք, շատերը այդպիսի հարցեր տալիս են եւ չեն պատկերացնում, որ ինչ որ ժամանակ չի եղել, ասենք, համացանց կամ այնպիսի բաներ, որոնք իրանց համար շատ հասուն են։ Հաջորդ հարցը, ինչը նրանք կատեին։ Օրինակ, եթե ապրեին 19-րդ դարում, երբ որ նոր սոցիալիզմը զարգանում էր, ինչ որ հեղափոխություններ կամ 18-րդ դարում իրենք պատկերացնեն, ասենք, արևմտյան Հայաստանում իրենց եւ այդ տեսանկյունից եւ ապրում ակցեին եւ միևնույն ժամանակը։ Արդյոք նրանք կատեին ինչ որ գաղափարախոսություններ։ Այո, եթե մարդը ապրեր օրինակ, չգիտեմ, նացիստական Գերմանիայում, ինքը հաստատ կարող է ատել այդ գաղափարախոսությունը։ Միգուցե ատեր։ Այսինքն ինքը իրան դիտարկում է դրա մեջ, հա։ Ծաղրանք, կատեին, անհավասարություն եւ այլն։ Ինչը նրանք կհամարեին կարեւոր, օրինակ, ինչն էր կարեւոր 19-րդ դարում, որը հիմա միգուցե կարեւոր չի։ Ինչը նրանք կհամարեին կարևոր։ Միգուցե այն ժամանակ կարևորը պետությունը, որը հիմա էլ է կարևոր, մարդկանց պաշտպանություն, փող, կրոն, խոսքի ազատություն եւ այլն։ Ինչ նրանք կուզեին, որ փոխվեր, եթե ապրեին 19-րդ դարում։ Միգուցե կուզեին փոխվել օրենքներ, պատերազմներ, շարժումներ, գաղափարախոսություններ։ Որից հետո, երբ որ դա իրենք լրացնում են
ասենք ձեր ընտրած թեմայի ժամանակաշրջանի համատեքստում դուք նրանց տալիս եք եւս մեկ նման թերթիկ նույնությամբ ամբողջովին եւ նրանք այդ թերթիկը լրացնում են արդեն այսօրվա իրենց ապրած ժամանակաշրջանի վերաբերյալ այսինքն պատկերացիք չէ սա լրացնում են տվյալ որևէ ժամանակաշրջանի վերաբերյալ իրենք իրենց ապրումակցում են դա էլ մեկ այլ հայեցակարգ որի մասին արի կունենանք մի օր խոսենք իրենց պատկերացնում են այդ ժամանակաշրջանում եւ լրացնում են այդ ժամանակաշրջանի համապատասխան ասենք մի 8 րոպեանոց կամ 10 րոպեանոց գործողություն եք իրենց լրացնելուց հետո մի հատ լրացնում են այն համատեքստում որ հիմա իրանք ինչը կցանկանային ինչ նրանք կատային ինչ նրանք կհամարեին կարևոր ինչը նրանք կուզեին որ փոխվի եւ սրանից հետո մոտենում է կուլմինացիան հա գագաթնակետը որը սուպեր էֆեկտ է տալիս ուղղակի չեք պատկերացնում երբ որ իրանք սկսում են համեմատել օրինակ եթե ինքը ապրեր 10-րդ դարում ուզեր ազատություն իսկ հիմա կուզեր թե չէր ուզին սկսում են մտածել դրա մասին ինքը այստեղ է հասկանում ժամանակների միջև տարբերության մեջ ինչն է փոխվել եւ ինչն է շարունակվում իր անձնական օրինակով իր խմբի անձնական օրինակով ուղղակի չեք պատկերացնում ինչ հզոր սուպեր էֆեկտ է տալիս այս փոքրիկ մի հատ փոփոխության ու շարունակականության այս փոքրիկ գործողությունը փորձեք ժողովուրդ փորձեք իսկապես նման բաներ շատ պարզ բան է բայց շատ էֆեկտիվ Գորջան Եվ եկանք վերջին փորձեք, իսկապես փորձեք, ես վերեցի մի քանի օրինակ, դուք կստանաք գրքերը գիրքը հուսամ օգտակար կլինի եւ դրանք դուք կարող եք պրոյեկտել ձեր դասավանդման համատեքստում, կազմեք դասարանային գործողության համար առաջադրանք, որով կզարգացնեք փոփոխություն, շարունակականություն սովորողների մոտ։ Նորից եմ կրկնում, այդ փոփոխություն, շարունակականություն, պատճառ, հետևանք եւ այլ ապրումակցում եւ այլն, դրանք այնպես չի, որ իրարից առանձնացված ինչ որ հատվածական երևույթներ են։ Դրանք բոլորը փոխկապակցված են։ Հետևաբար, երբ որ դուք զարգացնում եք, նպատակ եք դնում զարգացնելու այդ փոփոխությունն արձանագրելն ու շարունակականություն արձանագրելը սովորողների մոտ, դուք անխուսափելի շոշափելու եք եւ առնչվելու եք նաեւ պատճառների բացահայտման հետ, հետևանքների բացահայտման հետ, ապրումակցման հետ եւ այլ հայեցակարգերի հետ։